Սա ակտիվիստ Սրբազան պայքար շարժման անդամ Արմեն Ալեքսանյանի մեքենան է։ Գիշերն է այրվել։ Ըստ Ալեքսանյանի մեքենան հրկիզել են քաղաքական հայացքների պատճառով։ Կադրերից երևում է, որ հրդեհը բռնկվել է մեքենայի սրահում, վարորդի նստատեղի տարածքում։ Ալեքսանյանն այս մասին Facebook-ում էր ահազանգել, տեսանյութ ու լուսանկար հրապարակել։ Ասում է, մեքենայի կողքին կիսադատարկ շիշ են գտել, մեջը վառելիք։ Լրացնելու փորձ են ուզում անեն, որ մեզի լրացնեն, մեր տեսակին լրացնեն։ Փորձել են սրանից 1 տարի առաջ, 2 տարի առաջ կալոս ճղել, հայլի ջարդել, ավտոյի ֆար ջարդել, այս անգամ արդեն մեքենա են պատժառ տալի։ Ալեքսանյանն ասում է, դեպքը տեղի ունեցել գիշերը Արմավիրի մարզում։ Տուժողն ահազանգել է ոստիկանություն, ներքին գործերի նախարարությունից եկել են, մատնահետքեր են վերցրել, հարակից տարածքի տեսախցիկներն են ստուգել։ Ես ոստիկաններին եկել են, ես ասել եմ, որ սա դիտավորություն է, պատահականություն չի լինում, պատահականությունով սայլակի շիշը չի հայտնվում իմ ավտոյի մեջ, փորձել են հրկիզել մեքենան, լավ է, մարդիկ մի քիչ շուտ են տեսել, շուտ ձեն են տվել, դուրս են եկել, փորձել ենք հանգցնել։ Սրբազան պայքարի գործով փաստաբան Սերգեյ Հարությունյանն ասում է, ակնհայտ է, որ մեքենան դիտավորյալ հրկիզել են։ Պատճառների մասին Հարությունյանը պնդումներ չի անում, թեպետ ինքն էլ է կասկածում, որ Ալեքսանյանին ցանկանում են լրացնել։ Պարզ է, որ դա իրեն լրացնելու համար էր, որովհետև իր քննադատական խոսքը, իր հումորային մեկնաբանությունները երևի ինչ-որ մարդկանց ցավացնում էին։ Նույն գործով մյուս փաստաբանը Վարազդատ Հարությունյանն էլ նշում է, քանի դեռ հակառակը չեն ապացուցել, մեքենան այրելու հիմնական վարկածը քաղաքական հաշվեհարդարն է։ Կարծում եմ, որ քաղաքական հետապնդում է ու քանի չեն գտել անողներին ու չեն պատժել, այդ կասկածները չեն սրվելու։ Արմեն Ալեքսանյանը հաճախ է աչքի ընկնում իշխող ուժին քննադատող հայտարարություններով։ Ավելի վաղ Facebook-յան ուղիղ եթերում հայտնել էր, որ ահազանգ է ստացել։ Ջրվեժի համայնքապետարանում աշխատակիցներին ստիպում են քվեարկել ՔՊ-ի օգտին, հակառակ պարագայում սպառնում են ազատել աշխատանքից։ Քննչական կոմիտեն գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել։ Ինքը Ալեքսանյանը մեծ հույսեր չունի, որ միջադեպի հանգամանքները կպարզվեն։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։